Ողջույն բոլորին և բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, խիստ լարված, էմոցիոնալ և անսպասելի շրջադարձերով լի վերլուծությունը։ Իրադարձություններն այնպիսի արագությամբ են զարգանում, որ կերպարների իրական դեմքերը վերջնականապես բացահայտվում են, իսկ դավաճանությունն ու ստորությունը հասնում են իրենց գագաթնակետին։ Հարմար տեղավորվեք, քանի որ մենք սկսում ենք քննարկել սերիալի ամենաթեժ և ճակատագրական դրվագները։ Սկսենք Հարութի շուրջ ստեղծված խորհրդավոր ու կասկածելի իրավիճակից։ Հարութը, գտնվելով ծանր հոգեվիճակում և անելանելիության մեջ, անընդհատ զանգահարում է իր ընկերոջը Գոռին, սակայն Գոռն այդպես էլ կապի դուրս չի գալիս։ Նա կարծես օդն է ցնդել և անհետացել։ Հարութը բացարձակապես չի հասկանում, թե ինչ է կատարվում և ինչու է իր միակ աջակիցն իրեն մենակ թողել այս դժվարին պահին։ Բայց մենք վերլուծելով նախորդ սերիաների դետալները, կարծես թե արդեն հասկանում ենք իրականությունը։ Ամենայն հավանականությամբ Գոռը բոլորովին էլ այն նվիրված ընկերը չէ, որին փորձում է ներկայացնել։ Այս սերիալում նա շատ ավելի մութ ու բացասական կերպար է։ Պարզապես մենք դեռևս վերջնականապես չենք բացահայտել նրա իրական նպատակները։ Չի բացառվում, որ հենց Գոռն է կանգնած Հարութի դեմ նյութվող որոշ դավադրությունների հետևում։ Մինչ Հարութը փորձում է գտնել ընկերոջը, Մինասի տան մոտ կրքերը շարունակում են եռալ։ Մինասը, տեսնելով Սեդայի և Մանեի միջև տեղի ունեցած միջադեպը, որոշում է Մանեին տանել առանձին և լուրջ խոսակցություն ունենալ նրա հետ։ Նա պահանջում է բացատրել, թե ինչու էր Մանեն եկել իրենց դարպասների մոտ և քաշքշում Սեդային։ Հայտնվելով անելանելի վիճակում և զգալով պաշտպանության կարիք, Մանեն Մինասին պատմում է ողջ սարսափելի ճշմարտությունը։ Նա խոստովանում է, որ նվերը Հարութից վրեժ լուծելու նպատակով օգտագործել է իրեն, քնել է իր հետ, իսկ հետո դաժանաբար լքել։ Լսելով այս ամենը, Մինասը հայտնվում է կատարյալ շոկի մեջ։ Որպես արժանապատվություն ունեցող տղամարդ, նա պարզապես չի կարողանում պատկերացնել, որ նվերն ընդունակ էր նման ստոր և ոչ տղամարդկային քայլի։ Մինասը Մանեին տալիս է իր տղամարդկային խոսքն ու խոստանում, որ նվերն անպայման ամենախիստ կերպով պատասխան է տալու իր արածի համար։ Մանեն, ով արդեն կորցրել էր ամեն ինչ, այժմ իր միակ հույսը դնում է Մինասի արդարադատության և նրա խոստման վրա։ Բայց սերիալի ամենացնցող և սրտաճմլիկ բացահայտումը դեռ առջևում է։ Սեդան, իմանալով Մանեի և նվերի խայտառակ կապի մասին, անմիջապես զանգահարում է իր ամենամտերիմ ընկերուհուն՝ Էլենին, որպեսզի կիսվի այս սարսափելի նորությամբ և պատմի, որ նվերը Հարութից վրեժ լուծելու համար քնել է նրա նշանածի հետ։ Սակայն հեռախոսազանգին սպասվում է այնպիսի անակնկալ պատասխան, որից Սեդան նույնիսկ մոռանում է, թե ինչի համար էր զանգել։ Հեռախոսը վերցնում է ոչ թե Էլենը, այլ նվերը։ Սեդան, լսելով նրա ձայնը, ամբողջովին խառնվում է իրար և շփոթված հարցնում, թե ինչ գործ ունի Էլենի հեռախոսը նրա մոտ։ Իսկ նվերը, ցուցադրելով իր բարձրագույն ցինիզմը, շատ հանգիստ պատասխանում է, որ Էլենը քնած է իր կողքին և ինքը պարզապես չի ցանկացել նրան արթնացնել։ Այդ վայրկյանին Սեդայի աշխարհը կարծես փլվում է։ Նա ապրում է կրկնակի, ոչնչացնող շոկ։ Փաստորեն ոչ միայն իր նախկին նշանածն է իջել ստորության ամենահատակը, այլև իր ամենասիրելի, ամենավստահելի ընկերուհին Էլենը դուրս եկավ իսկական դավաճան և օձ, ով գաղտնի կիսում է անկողինը նվերի հետ։ Սա արդեն այն կետն է, որտեղից հետդարձի ճանապարհ այլևս չկա, և Սեդան ստիպված է վերանայել իր ողջ կյանքն ու շրջապատող մարդկանց։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, ինչպես կվարվի Սեդան այս դաժան դավաճանությունը բացահայտելուց հետո։ Արդյոք նա երես կթեքի Էլենից ընդմիշտ, թե կդիմի կտրուկ քայլերի։ Եվ իհարկե, ինչ պատիժ է նախապատրաստում Մինասը նվերի համար։ Անպայման գրեք ձեր վերլուծություններն ու կարծիքները մեկնաբանություններում, քանի որ ինձ համար շատ հետաքրքիր է կարդալ ձեր տեսակետները։ Եվ իհարկե, չմոռանաք սեղմել հավանելու կոճակն ու բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միշտ առաջինը տեղեկանաք ամենաթեժ զարգացումներին։ Կհանդիպենք շուտով։